Նորելուկ իշխանավորների լավ տղա խաղալու հետևանք է գուցե Արզնիի արյունոտ միջադեպը, կարծում են իրավապաշտպանները։ Ով հասնում է ինչ-որ աթոռի, ինքը եւ իր մերձակայքը պետք է դրսևորվի իբրև լավ տղա։ Կիրակի երեկոյան Արզնիի համայնքապետ Ֆելիքս Միրզոյևի կազմակերպած խնջույքը, որն ավարտվել էր կրակոցներով, հերթական ապացույցն է, որ իշխանավորների ռազմորկաների մեջ ներքաշվելու ավանդույթը անխախտ է մնում Հայաստանում, ասում է Մհեր Կարագոզյանը։ Մի հատ տեսեք, մենք այս արժեհամակարգերով ինչ մարդկանց ենք նշանակել ծանր պաշտոնների, պատասխանատու պաշտոնների, հա։ Այն մարդկանց, ովքեր ուզում են դրսևորվել, ձևավորվել իբրև լավ տղա։ Առավոտյան ազատ է արձակվել Արզնիի համայնքապետ Միրզոյևը, սակայն դեռ ձերբակալված է մնում պետական վերահսկողական ծառայության ղեկավարի Զարմիկը։ Մեդիահաբի տեղեկություններով ձերբակալվածներից Դավիթ Վանյանը պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի քեռուտղան է։ Ձերբակալված են նաև Փաշինյանի օգնական «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Միխայիլովի եղբայրն ու նրա որդիները, որոնք մասնակցել են ծեծկռտուքին։ Այս պահին 10 հոգի է ձերբակալված։ Մենք այս հարցերի հանգուցալուծումները եւ դատական վճիռները չենք տեսնում։ Այդ աթոռին նստածների եւ իրենց մերձակայքի մարդկանց նկատմամբ գուցե եւ հանդուրժողականությունը։ Ըստ Արմլուրի Արզնի ավենյու հյուրատանը համայնքապետի կազմակերպած խնջույքի մասնակիցներից բացի եղել են այլ այցելուներ Երևանից, որոնք գինովցած սկսել են հայհոյել։ Համայնքապետի սեղանակիցները պահանջել են վերջ տալ անպարկեշտ վարքագծին։ Փոխադարձ հայհոյանքներ են հնչել, հետո ծեծկռտուք է եղել ու կրակոցներ։ Այդ ճոխ, այդ գինալբուքները ինչ հետևանքների են բերում եւ արդյոք նորմալ արժեհամակարգ կրող քաղաքացին առհասարակ այդ ճոխ, այդ մեծ, այդ լայն, այդ ցմփոր գինալբուքներից բավականություն է հաստանում։ Տղայական ռազմորկաները մերժելով իշխանության եկածները ինչու են հավատարիմ մնում հին բարքերին, հռետորական հարց է տալիս իրավապաշտպանը։ Ինչն է ստիպում, ինչն է նրանց արտոնություն տալիս, երբ որ իրենց հարազատը դառնում է, հա, աթոռակիր, այսպես ասենք, պաշտոնակիր, նշանակվում է ինչ որ վերամբարձ պաշտոնների, դա սրանց տալիս է ինչ որ արտոնություններ։ Փաշինյանի շրջապատի մասնակցությամբ սկանդալային միջադեպերին հաճախ ծափահարում է ինքը երկրի ղեկավարը, կարծում է իրավապաշտպանը։ Անպատժելությունն ու եւ անպատասխանատվությունը բերում է նրան, որ խրախուսվում են նման միջադեպերը, որ որևէ մեկը որևէ մեկին հանկարծ չպիտի ասի աչքիդ վրա ունք կա։ Մենք հանդուրժողականություն չունենք մեկս մյուսի նկատմամբ, բայց ունենք մեծ հանդուրժողականություն պատկան մարմինների անփույթ եւ թերի աշխատանքների նկատմամբ։ Աննա Գյուրնազարյան, Միլենա Պողոսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուրի համար։